Դեկտեմբերի 5-ին Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանավորվել է 2 ամսով։ Այդ մասին հայտնել է Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։ Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ։ Դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը որպես խափանման միջոց ընտրելով կալանքը։ Մայրաթորի դիվանապետը ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեում, որտեղ հրավիրվել էր հարցաքննության համացանցում տարածված տեսանյութերի գործով։ Հարցաքննության ավարտից հետո ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նրան։ Նպատակը շատ պարզ է, Արշակ սրբազանին ուզում են վերագրեն վատ արարքներ։ Հիշում եք, չէ՞, տեսագրությունը։ Սրբազանը մի քանի օր արդեն ասում է, որ այդ տեսագրությունը կեղծիք է, իր հետ առնչություն չունի։ Սա էլ է կեղծիք եւ իր հետ առնչություն չունի։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1 եւ 4-րդ կետերով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը հանդիսադիր վայրում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Դեկտեմբերի 5-ին Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 4-ին մտածածին ու անհիմն մեղադրանքներով Մայրաթորի դիվանապետ Գերաշնորհ Արշակ arczepiskopos Խաչատրյանի ձերբակալումը եւ նրա նկատմամբ դատարանի կողմից կիրառված կալանավորումը։ Սույն գործողությունն արտահայտությունն է եկեղեցու նկատմամբ վերջին շրջանում սանձազերծված բռնաճնշումների եւ շարունակությունը հոգեվորականների նկատմամբ քաղաքական հետապնդման գործընթացի։ Բարձրաստիճան հոգեվորականներին շինծու մեղադրանքներով կալանավորելը իշխանության, եկեղեցահալած քաղաքականության եւ եկեղեցականների դեմ ատելության խոսքի հերթական դրսևորումն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Արշակ arczepiskopos Խաչատրյանի եւ ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները եւ վերականգնել նրանց խախտված իրավունքները, ասվում է հայտարարության մեջ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 4-ին քննեց Սրբազան պայքարի գործով ձերբակալված Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով մինչև 2026 թվականի մարտի 8-ը երկարաձգեց Սարգսյանի կալանքի ժամկետը եւ թույլատրեց Արթուր Սարգսյանի մերձավոր հարազատներին, քույրերին, եղբայրներին եւ նրանց ընտանիքի անդամներին տեսակցել Արթուր Սարգսյանին իր բնակության վայրում։ Հիշեցնենք, որ մինչ այս միջնորդությունը Արթուր Սարգսյանն իրավունք չուներ, բացի ընտանիքի անդամներից, հանդիպել այլ անձանց հետ։ Պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց Բագրատ Սրբազանի խափանման միջոցը վերանայելու վերաբերյալ։ Միջնորդություն կատարվեց հնարավորություն տալ Սրբազանին մասնակցելու դեկտեմբերի 10-ից 12-ը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված եպիսկոպոսած ժողովին։ Միաժամանակ առաջարկվեց 3.800.000 դրամ գրավ։ Պաշտպանները այս հարցը ներկայացրեցին հանրային շահի կարևորության տեսանկյունից։ Եպիսկոպոսած ժողովում քննվում են մեր եկեղեցուն առնչվող կարևորագույն հարցեր, իսկ մեր հանրության մեծամասնությունը հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Դատարանը Սրբազանի կալանքի միջնորդության հարցը կքննի դեկտեմբերի 9-ին ժամը 15:30-ին։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի 7-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին դեկտեմբերի 4-ին մեկտեղել էր թեմի հոգևոր դասին համայնքի բնակիչներին ու տարբեր բնակավայրերից եկած հավատացյալների։ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ մարդիկ ժամերգության ու միասնական աղոթքի մասնակցեցին։ Ներկաները աղոթք բարձրացրեցին առաստված հայ առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության այս օրերին անազատության մեջ գտնվող թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի եւ մյուս հոգևորականների, ինչպես նաեւ հայրենիքն ու եկեղեցին պաշտպանելու համար գերության մեջ գտնվողների համար։ Դա դառավ պարտադիր պայման Արագածոտնի թեմի ողջ հոգևոր դասի կողմից, որ շաբաթական գոնը մեկ անգամ իհարկե պատարակներին հիշում ենք, հիշատակում ենք, իրենց համար աղոթքին բարձրացում, բայց մի բան է անհատական աղոթք, մի բան է խմբովի հավաքվել
եւ բոլորս միասին մեր աղոթքը բարձրացնենք առ Աստված, խնդրելով մեր երկրի խաղաղություն, մեր հոգեվոր հայրերին ազատություն եւ վեհապար հայրապետին քաջառողջություն։ Աստծո կամքով եւ Աստծո ողորմությամբ ամեն հինգշաբթի մեր թեմի հոգեորականած դասով մասնակցում ենք տարբեր համերգներում, եկեղեցիներում միասնական աղոթքի։ Եվս մեկ անգամ մեր ուխտը Աստծո հետ ամրացնում ենք, մեր եղբայրության ուխտը ամրացնում ենք եւ մեր աղոթքը Աստված բարձրացնում ենք մեր եկեղեցու անսասանության համար, մեր եկեղեցու ազգընտիր գահակալի անսասանության համար, արևշատության համար, մեր ձերբակալված սրբազան հայրերի եւ հոգու եւ մարմնի առողջության համար, իրենց շուտապույտ դուրս գալու համար, մեր Տեր Գարեգինի, մեր եղբոր եւ բոլոր քաղբանտարկյալների համար։ Եվ այժմ մենք շատ ունենք աղոթքի կարիք, մենք այժմ ունենք միասնության կարիք։ Արագածոտնի թեմի հոգևորականներով, ինչպես նաև մեզ միացած հավատավոր մեր զավակներով հավաքվել ենք այս անգամ Ոսկեվազ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցի միասնական աղոթքի։ Յուրաքանչյուր 5 շաբթի հավաքվում ենք մեր թեմի եկեղեցիներից որևիցե մեկում եւ այսօրվա ժամերգությունը տարբերվում է նրանից, որ մենք բոլորս միասին, բոլոր քահանաներով եւ մեր հավատացյալներով ենք այստեղ միասին աղոթելու, միասին մեկս մյուսին զորացնելու։ Այս աղոթքը մեր միասնության խորհուրդն ունի իր մեջ, որովհետև այն դժվարությունները, որոնց միջով անցնում ենք մենք, մեր եկեղեցին, մեր թեմը հատկապես մեզ հորդորում է, այսպես մղում է, որպեսզի մենք միասնաբար հավաքվենք եւ մեկս մյուսով ավելի ուժեղանանք, մեկս մյուսի հետ աղոթենք եւ այդ աղոթքը մեզ զորացնի մեկ շաբաթը, որ պիտի առաջիկայում մենք ապրենք, անցկացնենք տոկունությամբ, վստահությամբ, համոզումով եւ դժվարություններից, խնդիրներից չվախենալու վճռականությամբ։ Ժամերգության ավարտին ներկաներին խոսք ուղղեց Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զորայր քահանա Կարապետյանը։ Տեր Հայրը պատկամեց ներկաներին հավատարիմ մնալ Սուրբ եկեղեցուն, հորդորեց չերկնչել այս օրերին Սուրբ եկեղեցու եւ հոգևոր դասի առջև ծառացած դժվարություններից եւ հավելեց. յուրաքանչյուր քրիստոնյա իր թիկունքին ունի Աստված, իր թիկունքին ունի Հիսուս Քրիստոս եւ այնպես որ վախենալու բան չունենք։ Մենք անցնում ենք այս ամենի միջով պատվով, վստահությամբ, սիրով, ջերմությամբ եւ հավատքով։ Մենք Արագածոտնի թեմի հոգեվորականներս եւս մեկ անգամ հաստատում ենք, որ հավատարիմ ենք մեր կատարած ուխտին։ Միասնական ժամերգությանը ներկա քահանաներից շատերը արարողությունից առաջ տեղեկացան Արշակ arczepiskopos Խաչատրյանի ձերբակալության մասին։ Չենք կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ, որովհետև մենք ինքներս եկեղեցու նվիրյալ ենք, մենք ինքներս եկեղեցու սպասավոր ու ծառա ենք, եւ մենք ինքներս այս ազգի ու ժողովրդի նվիրյալներն ենք։ Իհարկե միշտ էուցավ, որ փորձում են ինչ-ինչ ճանապարհներ օգտագործելով մեր միասնությունը խարխլել։ Բայց ես վստահ եմ առավել քան երբեք, որ այս մեր միասնական աղոթքները մեզ ավելի ամրապնդվելու, գոտեպնդվելու, ավելի միասնանալու եւ ավելիով մեկս մյուսի նկատմամբ սիրով ու ջերմությամբ լցվելու, որովհետեւ մեր պայքարը արդար է։ Դեկտեմբերի 11-ին եկող 5 շաբթի օրը ժամը 18-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Թալինի տարածաշրջանի Մաստարա համայնքի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում դեկտեմբերի 1-ին կատարվեց երեկոյան ժամերգություն եւ միասնական աղոթք։ Այն նվիրված էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի առաջնորդության 26-ամյակին։ 2001 թվականին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի կողմից Միքայել Սրբազանը եպիսկոպոսական ձեռնադրության է արժանացել եւ նշանակվել Շիրակի թեմի առաջնորդ։ Ժամերգությունը Սրբազան հոր բացակայությամբ էր կատարվում։ 2025 թվականի հոկտեմբերի 3-ին դատարանը նրան 2 տարվա ազատազրկման է դատապարտել։ Հոգևոր ծառայությունը թեմում առաջվա պես շարունակվում է, բայց Սրբազանի բացակայությունը բոլորն են զգում։ Դե պակասը միանշանակ անդրադառնում է
բայց բազում անգամներ ասել ենք եւ ես եւ մեր թիմի հոգեվորականները, որ դրանք փորձում ենք լրացնել ամեն անգամ բնականաբար վերհիշելով Սրբազան հոր հորդորները, խոսքերը եւ ավելիով մեր ծառայությունը բերելով հոգեվոր կյանքի վերածնունդի մեջ Սրբազանը մեծ ներդրում ունի։ Բոլորս է գիտեն գաղտնիքը, որ ինքը թեմի բոլոր գյուղերում այցելել է բազում անգամներ, պատարակներ մածուցել եւ բոլոր գյուղերին ծանոթ է, հա, եւ շատերը որ հիմա արդեն չափահաս երեխաներին փոքր ժամանակվանից են հիշում Սրբազանին, թե ինչպես է այցելել իրենց գյուղ, հա, եւ այդ ամեն ինչը սկսել է մարդկանց մեջ վերածնունդ բերել, հոգեվոր կյանքի վերածննդի մեջ մեծ ներդրում ունի Սրբազանը։ Հիմա եթե յուրաքանչյուր անցորդի էլ հարցնեք, յուրաքանչյուրի սրտում մի փոքր անկյունում վստահաբար պիտի լինի Միքայել arczepiskopos-ը, եւ մենք էլ աղոթքներով դիմում ենք առ Աստված, որպեսզի մեր Սրբազանը առողջ լինի եւ կարողանա այս ընթացքը հաղթահարել եւ ճշմարտությունը վերջի վերջո իհարկե պիտի լուսաբանվի, բացահայտվի։ Ես Սրբազանը շուտով վստահ ենք պիտի վերադառնա իր գահին, առաջնորդական գահին եւ հովի իր շրջանը, իր հովությունը Շիրակի թեմին։ Այսօր իր բացակայությունը միանշանակ մեզ համար ցավալի է, բայց իր անգամ բանտախցից ասված յուրաքանչյուր խոսք ոգևորող է, որովհետև Սրբազան հայրը ոչ միայն առաջնորդ է, այլ նաև ուսուցիչ, ով սովորեցրել է, որ պետք է լինել ճշմարտության կողքին, անգամ երբ որ կարող է լինել ցավոտ հետևանքները եւ իր խոսքին հետևելով այսօր մենք ճշմարտության կողքին ենք եւ որպես առաջնորդ եւ որպես ուսուցիչ իրեն օրինակ ունենալով մեզ համար կարեւոր է նաեւ այսօր աղոթել իր համար։ Մենք հիշում ենք ամեն անգամ փորձում ենք իր թեկուզ խորհուրդները, իր վիդեոները նայում ենք, իր խոսքերն ենք հիշում եւ այս բացակայության ընթացքում մտովի իր ասածները հիշելով ապրում ենք, շարունակում ենք այս ընթացքը մինչեւ իր վերադարձը։ Ես ամեն իրիկուն ժամը 6-ին Սրբազանը 7 վերքի այդ ամբողջ երկարությամբ քայլում էր ու մենք մտավորականները սպասում ենք թե ինքը երբ պիտի անցնի որ գնանք հանդիպենք մի քանի նախադասություն փոխանակենք։ Հիմա դրա պակասը շատ է զգացվում եւ պատկերացրեք ես որ հաճախակի եմ եկեղեցի գնում ես աշխատում եմ ներս չմտնել որովհետեւ իր բացակայությունը այնտեղ կա։ Չնայած շունչը կա որովհետեւ ժողովուրդը իրեն անչափ շատ սիրում էր բայց թե անօրինական է ասեմ, հանիրավի է, ամենայն դեպս արտարությունը չի մեռնում։ Մեր Սրբազանին մեր աղոթներով Տիրոջից նորից խնդրենք նորից ազատություն, բայց Սրբազանները ավելի լավ, ինչ խոսք, դե առանց Սրբազան աղը պակաս է։ Սուրբ Ամենափրկիչում աղոթքի էին միաբանված թեմի հոգևոր դասը եւ հավատավոր ժողովուրդը։ Նրանք աղոթեցին Միքայել Սրբազանի եւ մեր մյուս հոգևոր հայրերի, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող անձանց հայ առաքելական եկեղեցու միասնության համար։ Սա հավատքի փորձություն է, որը կվերածվի ուժի աղբյուրի։ Տերնշան քահանա Պանֆյորովը այսպես մեկնաբանեց վերջին շրջանում մեր եկեղեցում կատարվող անցանկալի իրադարձությունները։ Տեր հայրը մեջ բերեց նաեւ Միքայել Սրբազանի խոսքերը, իսկական հոգևորականը բանտից, աքսորից, հալածանքից չի վախենում։ Նրա այս խոսքերը մեզ հիշեցնում են անցյալի մեր սուրբ նահատակների քաջությունը։ Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայոց եկեղեցին եւ իրական հոգևորականները դարեր շարունակ նամանավանդ հալածանքների, պատերազմների եւ բռնաճնշումների ժամանակ կանգնած են ոչ թե այս կամ այն խմբի, այլ ճշմարտության եւ ազգի կողքին, որի մասին ազատության մեջ հաճախ էր խոսում մեր բարեխնամ Սրբազան առաջնորդը։ Տեր հայրը ընթերցեց նաև օրեր առաջ բանտում Միքայել եւ Բագրատ Սրբազանների գրած նամակը։ Սոնա Խաչատրյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում մեկնարկած միջազգային գիտաժողովը սկսվեց տերունական աղոթքով, ապա տարբեր երկրներից ժամանած գիտնականներին, պատմաբաններին ու հայագետներին ողջունեց եւ օրհնության խոսք ասաց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Սրբազան հոր խոսքով հումանիտար գիտություններին է վստահված մարդկային հիշողության անաչառ պահպանումը, ուստի Անդրկովկասում ստեղծված իրավիճակը պահանջում է իրականության օբյեկտիվ ըմբռնում եւ հաստատում։
Գիտաժողովը կրում էր հայ քրիստոնեությունը եւ դրա դերը Անդրկովկասի մշակութային կյանքում, մարտահրավերներ եւ պահպանման ուղիներ խորագիրը։ Մենք հիմա շատ ենք խոսում, որ Սփյուռքում հայրենի լեզուն մոռացության է տրվում, քանի որ ռուսական կրթություն են ստանում։ Եվ միայն եկեղեցին է, որ պահպանում է դասական հայկական լեզուն, գրաբարը հայ եկեղեցական արարողություններով ու հուշարձանների վրա գրություններով։ Եվ հենց եկեղեցական ժառանգությունն է այն կամուրջը, որ դիմադրում է ձուլման գործընթացին։ Բանախոսներն անդրադարձան Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, պատմական փաստերի խեղաթյուրմանը։ Հիշողությունը սպառնալիքի տակ, վերաիմաստավորումից մինչև ժխտում, խորհրդային անցյալը ադրբեջանական պատմագրության մեջ 1991 թվականից հետո։ Այս խորագրերով ելույթները փաստերով վերլուծություններ էին ընդդեմ Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, հայկական մշակութային ժառանգությունը մոռացության տալու քարոզչության։ Ադրբեջանական պատմագրությունը ֆինանսավորվելով պետության կողմից կեղծում է եւ իրենց հանրապետության տարածքի պատմությունը եւ հարևան երկրների ժողովուրդների պատմությունը, փորձում է ամեն գնով իրենց ուրիշների մշակույթը, պատմությունը գողանալ, սեփականաշնորհել, յուրացնել եւ փորձում են դա ներկայացնել իբրև իրենը։ Եվ հիմա արդեն գործը նույնիսկ նրան է ասել, որ իրենք առանց ամաչելու նույնիսկ հայտարարում են ադրբեջանական քաղաքակրթության մասին, հայտարարում են նույնիսկ որ իրենց պատմությունը մոտ 5000 տարվա պատմություն իրենք ունեն, որ այսինքն հնուց ի վեր առնվազն 3-րդ հազարամյակից իբրև թե ադրբեջանցիների նախնիները, թյուրքերը ապրել են այս տարածաշրջանում եւ կարեւոր քաղաքակրթական դերակատարում են ունեցել։ Այսինքն Զավեշտը հասել է սրա։ Սա ուղղակի արդյունքն է այն բանի, որ նրանց քաղաքական ղեկավարությունը ուղղակի պատվիրում է, հրամայում է իրենց պատմաբաններին, պատմաբաններն էլ արդեն տասնյակ տարիներ շարունակ լծված են միայն այդ գործի վրա։ Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չերյոմինի զեկույցը նվիրված էր տարածաշրջանում հայ եկեղեցու պատմական դերին, հայկական մշակույթի պահպանման գործում ունեցած վաստակին։ Եթե չլիներ հայ առաքելական եկեղեցին, ակնհայտ է, թե ինչպես կդասավորվեր հայ ժողովրդի ճակատագիրը մարդկության պատմության մեջ։ Չէ՞ որ հենց հայ եկեղեցին է դարձել շաղախը, պահպանողն այն ամենի, ինչը կապված է ժողովրդի հետ։ Անգամ այսօր էլ հայ եկեղեցին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխիքը, լուսավորչական առաքելության իրագործողը, որտեղ էլ որ ապրեն հայերը։ Հայոց դարձի մասին պատմական նոր փաստեր ներկայացրեց պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը։ Նրա խոսքով նորահայտ աղբյուրները Մովսես Խորինացու հայոց պատմության մեջ չեն հիշատակվում գրիչ խմբագիրների միջամտության պատճառով։ 4-րդ դարում մենք ունեցել ենք Գրիգորի եւ հայոց դարձի պատմությունը շատ հավաստի ձևով գրված, որը կոչվում էր, այսինքն կոչում ենք մասնագետներով Գիրք Գրիգորիսի։ Ուրեմն Գիրք Գրիգորիսին թարգմանվել է հայերեն 5-րդ դարի սկզբին ունեցել ենք տարբերակ։ Մենք ներկայացնում ենք այդ տեղեկությունները, ցույց ենք տալիս, թե իրականում ինչպես է տեղի ունեցել դարձը, հայոց դարձը Գրիգորի եւ Տրտատի գլխավորությամբ, օրն ենք ցույց տալիս, փաստորեն մենք օրը գտել ենք քրիստոնեության ընդունման օրը, դա հունիսի 24-ն է։ Թեմի Լազարյանների անվան հայագիտական բաժնի կազմակերպած գիտաժողովին առաջին անգամ զեկույցներով մասնակցում էին Դաղստանից ժամանած պատմաբաններ։ Նրանք ներկայացրեցին 16-ից 19-րդ դարերում Դաղստանի հայկական վիմագիր հուշարձանները, Ալազանի քրիստոնեական եկեղեցիները։ Դաղստանի մի հատվածը եղել է Կովկասյան Ալբանիայի կազմի մեջ, որ այն ժամանակ գտնվում էր Հայաստանի մշակութային ուժեղ ազդեցության ներքո։ Տարածաշրջանի քրիստոնեությունը հենց հայկական ազդեցությամբ է տեղի ունեցել, որի վառ օրինակն այն է, որ խաչ բառը Դաղստանի լեզվով հնչում է խանչ։ Գիտաժողովի ավարտին քննարկվեցին հետագա համատեղ գործունեությանը, պարբերաբար հանդիպումներ կազմակերպելուն վերաբերող հարցեր։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։ Իմ նախնիները, իմ պապերը եկել են Մշու, Բուլանլուխ գավառի Հաբրվան գյուղից 1826 թվականին ոտքով եկել են։ Այս մեր հրազդան գետը որ տեսել են, ասել են ջուրը կյանք է։ Մեզ կպահի, ջաղա չեն հիմնե 7 ընտանիք։ Կոտայքի մարզի Արգել գյուղի վերջնամասում Կիկլոպյան ամրոցի բլրի վրա են կառուցել, որն առանձնանում է իր բարձր դիրքով ու բացվող տեսարանով։ Արտաշեսի նախնիները սերնդեսերունդ ծառայել են եկեղեցում, Գերդաստանում եղել են քահանաներ, սարկավագներ, դպիրներ։
Գաղթի տարիներին նրանք առաջին հերթին եկեղեցու ձեռագիր մատյանները, կտակարանները, շարակնոցներն են փրկել։ Այսօր Արտաշեսն այդ ձեռագրերը պահում է աչքի լույսի պես, դրանք Ամիրյանների գերդաստանի պատմության վկաներն են։ Այս գիրքը 250 տարվա պատմություն ունի, անասունի քաշվից ավետարանն է, կտակարանն, պապասմեր կտակարանն է այս։ Եվ ստեղ ունենք տարբեր գրքեր։ Այս գիրքը օրինակ իմ պապիկը հիշում եմ, որ հիվանդին բերում էին, կարդում էր գլխին, կամ իր հագուստի վրա, տանում հագցնում էին, բուժիչ գիրք է, այս է շատ հին գիրք է։ Ես երաս տեսա, համ հասկացա երասը, համ ոնց որ մեկը իմ հետ խոսեր։ Ասեց ձեր տան սրբերը քիչ բերնի փոշու մեջ են։ Քիչ եք բերում մաքրում լուսավոր տեղ դնում։ Ես հելա կնոջս ասեցի, ուր է մեր գրքերը պապիկի։ Արկղի մեջ այդ հին տներում է, մի անկյուն։ Ասեցի շուտ գնացեք գտեք, հələ բերեք այդ արկղը։ Մաքրեցի, այս վերանորոգման ժամանակ այդ որ լուսավոր են, ինձ թելադրել են որ լուսավոր, այս մեծ լուսամուտը եւ այս անկյունը սարքել եմ, այս գրքերը մաքրել, դրել եմ, այդ երազի, այդ մեկի թելադրանքով եմ արել։ Տան պատվավոր այս անկյունն էլ հատկացված է Արտաշեսի մեդալներին ու պատվոգրերին, որոնք նա ստացել է 1990-ից 94 թվականներին մարտական գործողություններին մասնակցելու համար։ Կյանքի այս շրջանի մասին առանձնակի ոգևորությամբ ու հպարտությամբ է պատմում Արտաշեսը։ Ես որպես զինակոչի գնացի բանակ, ներքին զորքեր, այդ մողջի օմոնի չաստը դարձավ արդեն որպես զորամաս։ Այդտեղից դե պատերազմ էր, մեզ տարան Ֆիզուլի, անի Ադանա պոստերն են եւ նաեւ բանում եմ եղել այդ Ղափանի պոստերում եմ եղել, ամենադժվարինը մերը որ տարան Վարդենիսի ստադիոնից հետո հելանք Ստալիշնի պոլկին զոդով փոխելու Օմար։ Այդտեղ շատ էր ցուրտը, երկու ոտս էր ցուրտը տվեց, ասենք 2 ժամ հետո չկարաց այլ քայլելով այդ ամին բլինդաժը։ Չէ, բայց եկեք ին ոտով չկար։ Մի կերպ 48-ը ճարեցին, բայց ես իմը 50 անցեր։ Մարտական ընկերները կտրելով հանել են կոշիկները, լրջորեն վնասվել են եղունգները։ Անդառնալի հետևանքներն Արտաշեսը զգացել է ավելի ուշ, բժիշկները ստիպված են եղել ոտքը անդամահատել։ Արտաշեսն այժմ հաշմանդամության առաջին աստիճան ունի, պրոթեզ է կրում։ Տևական ժամանակ քաղաքացիական հաշմանդամությունը զինվորականով փոխելու փորձեր է արել։ Բյուրոկրատական քաշքշուկների պատճառով ձախողել է։ Խցանված անոթների ու զարգացող փտախտի պատճառով Արտաշեսի աջ ոտքը եւս ենթակա է անդամահատման։ Խնդիրներ են առաջացել նաեւ պրոթեզավորված ոտքի հետ կապված։ Դժվարանում է քայլել, տնից գրեթե դուրս չի գալիս։ Այս իմ ծանր քաշը, այս իմ ոսկորի գերաճա տվել, պրոթեզը լավ չէր հաջողվում։ Շնորհակալ եմ զինվորի տնից, ինձ այնց արեց, որ իմ երեխու աղջկա վերջի զանգին պարեցի, հարմարվեցի, իմ մեջ ուշ կտա, բայց էլի նենց չի դասավորվում, որ ես ինձ իրավես ոսկորնա, հետո 45 պրոթեզը, իմ ոտերը 50 Հիմա ես մի հատ ուրիշ կոշիկ հագցրել եմ պրոթեզին, նոր այդ ուրիշ կոշիկով հագնում եմ իմ կոշիկը, որ մի քիչ կարենամ ինձ կառավարեմ, բարդություններ շատ կա։ Մայր տաճարում ամենայն հայոց կաթողիկոսի հետ պատահական հանդիպումը հույս է ներշնչել Արտաշեսին։ Նորին սրբության տնօրինությամբ եւ օժանդակությամբ Արտաշեսը կմեկնի Հնդկաստան պրոթեզավորման։ 1.5 ամիս կանցկացնի այնտեղ հետազոտությունները ցույց կտան հնարավոր է արդյոք փրկել աջ ոտքը։ Տղայիս հետ, որ արդեն 6 տարեկան պետք է լրանար, գնար դպրոց։ Դա գծեթե հուլիս ամիսն էր։ Ասացի, որ ինձ հասրել եք եջնածին, տալեք անպայման ինձ եկեղեցի մայրաթով, որ ես այդ մոմ վառեմ, իմ աղոթք տանեմ, նոր եթանք այդ միջոցառմանը։ Ասեցի նա Սարգիս ջան, մայրաթորում քո ձենը ավելի մոտ կլինի Աստծուն, էլի, ասում է ձայնը բազմած ականջն Աստծո։ Պապիկն ասում էր, հայոց առաքելական եկեղեցու ծառան հավատացյալը պետքա համբարձին իմանա։ Իդի շատ հին աղոթք կա։ Հայ մերը մանկապարտեզի սաններ գիտի, բայց համբարձին յուրաքանչյուր հայ հավատացյալ առաքելական պետք է համբարձի ասի։ Սարգիսս բարձր այդ ասում է հայմերից հետո։ Ու մեր ամենայն հայոց կաթողիկոսը, Գարեգին II-ը, մեր հայրապետը, մեր վեհափառը,
ես չէի տեսել կյանքում, նկարով, հեռուստացույցով, ոնց զուգադիպեց եկավ տաճարը, որտեղ որ մենք աղոթք ենք անում, մոմ ենք վառում։ Այդ երեխու աղոթքը իրան ոնց որ բերեց դեպի երեխեն, այդ ձենը։ Օրհնեց գլուխը, ասեց շատ լավ աստվածատուր բալիկա, հա, քանի տարեկան է, ոնց, ասեցի հələ դպրոց 6 չի լրացել, պետք է գնա այս տարի դպրոց։ Ասեց լավ, հետևեք իր ուսումը, ինքը աստվածատուր բալիկ է, որ գա ճեմարանում սովորի, ինքը բարձրագույն կսովորի եւ այդ իր ժողովրդին մեզ բոլորիս ասեց էսի են մեր Հիսուսի Աստծո ասած, այն պուջուր կորեկի հատ, մաքուր ծորենի հատ հավատքն է, մաքուր հավատն է, որ սարեր շուտ կտա։ Ես բոլորն ասում են, ժամին չի եղել, որ վեհապարը գա այդ ժամին այդտեղ։ Ես ինչա, ասեց իմը չգիտեմ, բայց Սարգսի գալը ասալից է, Բարձյալից է, վերևից է, պատահական չի եկել Սարգիսը, այդ ծորենի մաքուր հատն է։ Իմ վիճակը տենալով ես իր աշկերից զգացի, որ մեծ ցավ ապրեց, այն իրոք հոր ծնողի ցավ ապրեց, որ ես այս վիճակ ունեմ, կարգադրեց, որ իմ տվյալները վերցնեն։ Երջանիկ պատահականությունների չի հավատում Արտաշեսը։ Հայոց Հայրապետին հանդիպելը, ասում է, Աստծո ողորմածություն էր։ Կնոջ հետ է մեկնում Հնդկաստան։ Հուսով է հունվարին, երբ վերադառնա տուն, կկարողանա առանց ձեռնափայտի, ավելի հարմարավետ ու որակյալ պրոթեզներով քայլել, զբաղվել առօրյա գործերով ու պիտանի լինել ընտանիքին։ Սկզբում երկմտել է, մտավախությունները փարատվել են Զինհաշմանդամների Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի պատմությանը ծանոթանալուց հետո։ Սարգիսը շատերի նման Հայրապետի օժանդակությամբ է պրոթեզավորվել Հնդկաստանում։ 2020 թվականից ի վեր Արցախյան պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակ զինվորականներ Գարեգին II ամենայն հայոց Հայրապետի անմիջական օժանդակությամբ բուժվում եւ պրոթեզավորվում են արտասահմանի լավագույն բուժհաստատություններում, վերականգնում կյանքի որակը։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ինքներս մեզ հաղթելով գրքի հեղինակը Բագրատ arczepiskopos Գալստանյանն է։ Հրատարակիչը Նյումեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Շնորհանդեսն օրեր առաջ տեղի ունեցավ առանց Սրբազան հոր ներկայության։ Գրքի առաջին երկու գլուխները ներառում են հոդվածներ Սրբազանի նախորդ Ավետյաց երկրի տեսիլքով եւ Միտք եւ բանք գրքերից։ Շարունակության մեջ հեղինակի հոդվածներն են զրույցները պետություն եկեղեցի ազգ միասնության մասին։ Գիրքը տարբեր բնագավառներում առաջացած խոչընդոտների լուծումներ է առաջարկում, խարսխված քրիստոնեական արժեհամակարգի վրա։ Քրիստոնեության ուժը մեր Տիրոջ օրինակի մեջ է, որ հարության հաղթանակի հասավ ճշմարտության, արդարության եւ սիրո ճանապարհով։ Իսկ հարության հնարավոր է հասնել միայն խաչի ճանապարհ ընտրելով։ Խաչը ծնվում է այն ժամանակ, երբ արդարությունը, ճշմարտությունն ու սերը բախվում է աշխարհում առկա անարդարության, կեղծիքի եւ ատելությանը, եւ արդյունքում խաչն է ծնվում։ Բոլոր տեսակի նահատակությունները, ոչ թե մահերը, որոնք ինքնազոհաբերման սկզբունքով են արվել հանուն հայրենիքի, հանուն հավատի, հանուն սրբությունների, դրանք ուժեղ մարդկանց սխրանքներ են։ Իսկ դա հատուկ է քրիստոնեությանը, մեր Տիրոջ ճանապարհին։ Եվ հետևաբար լինել քրիստոնյա նշանակում է չվախենալ հետևել մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին, որ անցավ խաչի ճանապարհով հասնելու հարութենական հաղթանակին։ Ազգային ինքնությանը, պետականությանը, տնտեսությանը, դատական համակարգին, մշակույթին, հանրային առողջությանը եւ այլ բնագավառներին ուղղված ժամանակի մարտահրավերներին հեղինակն անդրադառնում է քրիստոնյայի եւ քրիստոնեության տեսանկյունից։ Հանրային աստվածաբանության ժանրով գրված այս գիրքը հանրության լայն շրջանակի ընթերցողների համար է, ասում են բանախոսները։
Այնտեղ սահմանափակումներ չկան, նույնիսկ այդ մասնագիտական ոլորտների մասին, երբ Բագրատ Սրբազանը խոսում է, եւ նորից տանում է մեզ դարերի խորքը, բերում է մեր օրեր, այսպես, եւ գիտեք, այն մոտեցումները, որ առաջարկվում են, այնքան իրական, այնքան կիրառելի են այսօր, բայց հիմնական ուղերձը այն է, որ մենք պիտի նայենք ապագային, մենք պիտի մտածենք մեր իղձերի մասին։ Բագրատ Սրբազանը մեկ անգամ չի ասել, որ մեր իղձերը, մեր երազանքները շատ ավելին են, քան մեր սահմանափակ թվով ապրած տարիները, ըստ գիրքը մեջ ամփոփված է այդ գաղափարը։ Մարդն անմահ է, նրա փրկությունը մահից հետո է։ Պետությունն անմահություն չունի, նրա փրկությունը հիմա է կամ երբեք։ Կարդինալ Ռիշելիեի այս միտքը գրքի նախաբանում է ներառել Սրբազանը։ Հանուն Հայաստանի գալիքի հաղթահարել բոլոր մարտահրավերները։ Սա է Սրբազան հոր պատգամը իր աշխատության մեջ։ Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը, նրա հետ եւս 17 անձ ավելի քան 5 ամիս գտնվում են անազատության մեջ։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։ Դեկտեմբերի 4-ին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Նորքի հայորդյաց տան Նարեկ պարային համույթը ստեղծագործական կազմի աշխատանքային գործունեության 10-ամյակի առիթով հանդես եկավ լույս պարային ներկայացմամբ։ Համույթը հիմնադրվել եւ գործում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի եւ Հայ բարեգործական ընդհանուր միության Հովանու ներքո։ Այս տարիների ընթացքում այն բազմաթիվ հանրապետական եւ միջազգային փառատոների ու մրցույթների է մասնակցել, պատվավոր հարթակներ զբաղեցրել։ Եթե չլիներ հայորդյաց տունը, բնականաբար այս 10 տարի աշխատանքը տեղի չէր ունենա։ Եթե չլիներ այդ հրաշալի համույթը, որի ղեկավարն եմ ես արդեն մոտ 20 տարի, այդքանով տեղի չէր ունենա եւ իհարկե այն բոլոր մարդիկ, ովքեր որ այդ 10 տարիների ընթացքում եղել են մեր կողքին, սկսած Լեոպարդ Հայրապետի հայկական բարեգործական ընդհանուր միության Նորքի հայորդյաց տան տնօրենի իրենց հովանավորությամբ եւ գլխավորությամբ եւ իհարկե շատ մեր ընկերների, ովքեր որ այդ դժվար տարիներին, որ դժվար աշխատանքային առումով, ստեղծագործ առումով, տարիներին եղել են մեր կողքին։ Մենք սիրտը մոռացել ենք ժամին այս գիշերվա, ես լույսը նրա ուսերը, դու ջերմությունը նրա։ Մենք սիրտը մոռացել ենք ժամին այս գիշերվա, ես լույսը նրա ուսերը, դու ջերմությունը նրա։ Հավատարմություն, նվիրում, սեր, այս գաղափարներն են լույս պարային ներկայացման հիմքում դրել բալետմայստերներ Արման Ջուլհակյանը, Արա Ասատուրյանը եւ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը։ Ներկայացման մասնակիցները Նարեկ պարային դպրոցի սաներն են, որոնց մեծ մասը մասնագիտական առաջին քայլերն արել է Նորքի հայորդյաց տանը։ Մենք սկսում ենք հիմնականում դասական պարավոճից, հայկական պարավոճը մեզ մոտ առաջնակարգ տեղում է, որովհետև դպրոցի հիմնադիրները իրենք ակադեմիական բեմադրություններ անող մարդիկ են, եւ ազատ պլաստիկան, որը որ մեզ մոտ լավ զարգացած է, շնորհիվ Արա Ասատուրյանի եւ Արման Ջուլհակյանի, հնարավորություն է տալիս մեզ մասնակցելու պարային պլաստիկ ներկայացումներում։ Նորքի հայորդյաց տանը գործող Նարեկ պարային համույթը ունի նաև պարային դպրոց, որտեղ մասնագիտական կրթություն են ստանում տասնյակ երեխաներ։ Հենց նրանք էլ հետագայում համալրում են համույթի կազմը։ Լուսինե Բալյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։